մենք ենք վճարելու։ Ընդամենը մի քանի օր հետո դուք կտեսեք, թե Ադրբեջանը Օրդուբադում Մեղրից մի քանի կիլոմետր հեռավորության վրա ինչպես է ճոխ նշելու վերադարձ դեպի արևմտյան Ադրբեջան, ուրեմն այդ փառատոնը, որը իր մեջ ներառում է բազմաթիվ ուրեմն ոլորտներ, գիտական, Նախիջևանի պետական համալսարանում գիտական խոշոր միջոցառում է կազմակերպված տարբեր երկրներից ադրբեջանամետ, այսինքն նավթախավիարային դիվանագիտության արդյունքում ադրբեջանամետ հիմարություններ գրած գիտնականներ են գալու ապացուցելու, որ ադրբեջանցիները դա Հայաստանի տարածքի բնիկ ժողովուրդն են, ի տարբերություն Բալկաններից կամ Հնդկաստանից եկվոր հնչու հայերի, ինչպես իրենք են մեծ բնորոշում, որ Հայաստանի տեղանունները բոլորը թուրքական են, ասենք նայեք այն օրը տեսակ չէ, նույն քարոզարշավի վերջի օրերն էր, ինչքան հիշում եմ, Իջևանում Նիկոլան Փողը ինչ որ մեկի հետ էր խոսում ու դիդավորյալ ադրբեջանական թուրքական տեղանուններ էր տալիս։ Նույնիսկ այդ սովորական մարդը գյուղացի մարդ էր, ասեց լավ կլինի հայկական անուններով ներկայացնեք այդ տարածքները։ Հասկանում եք, այդ մարդը դուք եթե մտածում եք, որ Նիկոլը սա պատական է անում, չարաչար սխալվում եք։ Ինքը սա դիդավորյալ է անում։ Ինքը դիդավորյալ է անում, որպեսզի նաև մարդկանց ուղեղի մեջ կատեցնի, որ սա թուրքերինն է։ Վաղը մյուսօր այս ախուրյանցիները, որ Շիրակի մարզում գնացին massաբար ընդրեցին Նիկոլին, մեծ մասը ազատանցիները, մայիսյանցիները, վաղը մյուսօր Նիկոլը գալու է, ասելու է ինչ ախուրյան։ Դուսքենն է, դուք եք երբ ունեք, դուսքանդի դուրանը։ Ինչ եք ախուրյան ասում։ Ինչ ախուրյան կետ, արպաչայն է, դուք մինչև հիմա արպաչա եք ասում, ախուրյան չեք ասում, ինչ ազատան, չգիտեմ ինչն է, ու եթե անի լավ կանի, շատ քիչ կանի այդ բնակչության այդ բնակիչների գլխին, իրանք մտածում են, որ Նիկոլը հանգիստ էս ամեն ինչը այսպես առաջ է տանելու, ոչ, Նիկոլը պարտավորություններ ունի թուրք-ադրբեջանական տանդեմի առաջ իր վերընտրվելու գնի պահով,